Լավ, բարի երեկո, ցեզի բարի երեկո։ Շնորհակալություն ցերաղոտներով վերադարձած ենք ապահով եւ վերսկսելու մեր սերմությունը դերնական աղոթքով սկսենք։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն հայր մեր որ երգինս ես սուրբ Եղիցի անունքով Եկեսե արքայություն քո Եղիցին կամ քո որպես երգինս եւ երգրի հսած մեր հանաբազոր դուր մեզ այսօր եւ թող մեզ զբաղիս մեր որպես եւ մենք թողում մերոց բարդահանած եւ մի տանիվս մեզ ի փորձություն այլ պրյաս մեզ ի չարել Զիկոյ արքայություն եւ զորություն եւ բարք հավիտյանս հավիտենից ամեն իմաստություն հոր Հիսուս դուր մեզ իմաստություն հսպարիս խորհել եւ խոսել եւ գործել առաջիկո ամենայն ժամ ի չար խորհրդոց ի բանից եւ ի գործոց պրկյաս մեզ եւ ողորմիա քո արարածոց եւ մեզ բազմամեղացս ամեն ամեն հրամեցեք Մեր այսօրվան շարականի երկեցողությունը հատված մնե, որ օգնության խնդրանք է, ինձ օգնություն իդիարդ է Աստուծո Իսրայելին եկեսե, զինա է դեր դերանց և ասված հավիտենից, ինձ օգնություն իդիարդ է Աստուծո Իսրայելին եկեսե։ Բոլորս օգնության կարիք ունենք, բայց այդ օգնությունը մեզի կհասնի դարբեր միջոցներով։ Այդ միջոցները կրնան լալ փորձի ճամփով, այդ միջոցները կրնան լալ բարիկամի ճամփով, հարազատի ճամփով, տրամի ճամփով, դարբեր միջոցներով։ Սակայն այդ բոլոր միջոցներուն աղբյուրը Աստվածինք է։ Այնպես ինչպես է որ պատարակի ավարտին վերջավորության հետևյալ մաղթանք խնդրանք աղոթքով կփակե պատարակի ճեսելով եւ ամեն բարիք ի վերուստ եւ իջյալ արիք են։ Բոլոր բարիքները Քեզ մեկ ուկան եւ ինքեն է որ գիչնեն։ Հաճախ մենք մեր օգնությունները կխնդրենք մարդոց մարդիկ կօգնեն մեզ։ Հաճախ մարդիկ մեզնե օգնություն կխնդրեն եւ մենք կօգնենք մարդոց։ Մորնալով սակայն որ բոլոր այդ օգնությունները խորքի մեջ ուկան աղբյուրեմը եւ այդ աղբյուրը ուրիշ մեկը չէ, ուրիշ բան չէ, թե ոչ Տերն Աստվածը Իսրայելի։ Եվ հետեւաբար նույն ինչու է այս շարակը նաեւ ինչու է այսօր Որովհետև քիչ հետո մեր այսօրվան սերդողության նյութը նաև կապված է այս շարականին կամ հակառակը, այս շարականը նաև կապված է մեր այսօրվան նյութին։ Նախ եկեք երկենք շարականը այն հասկացողությամբ, որ մեր օգնությունը կուկա միայն Աստծո Տիրոջմե, որ Տերն է բոլոր դերերում եւ Աստվածն է հավի տենական։ Ինձ օգնություն իդյարն է Աստուծո Իսրայելին եկեսե զինա է դերանց և Աստված հավիտենից ինձ օգնություն իդյարն է Աստուծո Իսրայելին եկեսե Անգամ ևս ինձ օգնություն իդյարն է Աստուծո Իսրայելին եկեսե զինա է դերանց և Աստված հավիտենից ինձ օգնություն իդյարն է Աստուծո Իսրայելին եկեսե Օգնե մեզի Տեր, օգնե մեզի ով մեր փրկիչ Աստվածը Քու մեծ անունիդ փառավորության համար Դեր փրկե մեզ եւ քավե մեր մեղքերը ու սուրբ անունիդ համար Սուրբ եւ պատվական խաչի թովանին դակ բարսպված եւ խաղաղության մեջ պահե քեզի ապավինած եւ քեզի հուսացող ժողովուրդը
Փրկե մեզ դեսանելի եւ անդեսանելի թշնամիները, արժանի երեկողությամբ փառավորելու քեզ, Հորդ եւ Սուրբ Ոգին հետ միասին, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սուրբ Աստված, Սուրբ Հզոր, Սուրբ Եվանմա, որ արյա իմերելոց, որ միամես, Սուրբ Աստված, Սուրբ Հզոր, Սուրբ Եվանմա, արյա իմերելոց, որ միամես, Սուրբ Աստված, Սուրբ Հզոր, Սուրբ Եվանմա, որ արյա իմերելոց, որ միամես։ Փրկելս մեզ ի փորձութենե եւ ամենայն վտանգից մերոց։ Եվ ևս խաղաղությանս դեր աղաչեսու, վասն լսելի լինելով դիարն Աստուծո ցայնի աղաչանած մերոց, հարեխոսության սուրբ Աստվածածնին եւ իջանելով դերամեր ողորմության եւ փրկության դիարն Աստուծո ամենակալ դեր Աստված մեր Գեցո եւ ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երտնավոր հայր, գողություն եւ փառաբանություն քեզի, որ քո հայրական սիրովդ եւ հոգածությամբ գնայիս մեզ մե յուրաքանչյուրին եւ մեզ մե յուրաքանչյուրին նաեւ քո օգնությունը դե որ գղրգես երկինք են։ Երբ նեղության եւ դժվարության մեջ ենք, ցավի ու դարաբանքի մեջ ենք, քեզի գտիմենք եւ քեզ մենք կխնդրենք մեր օգնությունը։ Թուն որ դերն ես տերերուն եւ Աստվածը հավիտենական։ Փառք ու դան քեզի քո այդ սիրույթ համար, որ գծուցապերես, ինչպես անցյալին նաև այսօր յուրաքանչյուր մարդ արարածի նկատմամբ։ Այդ սիրույթ համար մենք փառք կտանք քեզի եւ շնորհակալություն կհայտնենք։ Նաև կխնդրենք քեզ մե, որ թուն առաջնորդես եւ թուն բահես քալի բոլոր օրերու դժվարություններն եւ նեղությունները։ Այս այդով գաղութենք եւ կխնդրենք քեզ մե, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք աղոտ կխնդրեն իրենց սավին դարաբանքին, բժշկության, հաջողության, ընտանեկան համերաշխության, սերմիության, եւ քո ողորմությունը խնդրելով կխնդրեն այդ բոլորը, բայց այդ բոլորեն առաջ նաեւ հոգիներու փրկություն, մեղքերու կավություն եւ թողություն։ Նաև մեր աղոտ խնդրանքն է, ով երկնավոր հայր, որ հիշես հատուկ այն բարական ձնոմը իր զավգի համար, որ աղոտ կխնդրե, կաղոթենք, որ քու ողորմությամբ գտնայիս եւ ինչ որ քու կամ կդե այդպես տնորինես։ Այս այդով նաև փառք կտանք քեզի, շնորհակալություն կհայտնենք, որ դու մեզ աղավով վերադարձուցիր եւ թող որ յուրաքանչյուրի աղոթքները ընդունելի եւ լսելի լան քեզի, իսկ ուխտավորներուն նաև ուխտը կատարելա ու կամքիդ համաձայն։
Եվ այս բոլորը ուրիշ բան չեն, եթե ոչ պատրաստության արիտներ են, այս երկրավոր կյանքի ընթացքին պատրաստվելու, երկնայինը ապրելու համար։ Երկրավոր կյանքի մեջ պատրաստվելու, քեզ դիմավորելու համար։ Երկրավոր կյանքի մեջ պատրաստվելու, հավիտենական ժառանգության բնակիչները դառնալու համար։ Ուստի մեզ պատրաստ է այնպես մը, որ արժանի լանք այդ արկայության, գուվավորմությամբ և կտությամբ։ Ի վերջո նաև գաղութենք և խնդրենք քեզ մեր, որ իմաստություն դաս այսօրվան սերտողության համար, հանալու մեր մտքերը, մեր սիրտը, մեր հոգին, որպես այնտեղ ինգած յուրաքանչյուր սերնահատիկ նմանի այն սերնահատիկին, որ գինա բարար թողի մեջ։ Եթե դակավի մեր սրտերուն, մեր մտքերուն մեջ փշոտ տեղեր կան, խնդրենք, որ մաքրես, եթե դակավին քարքարոտ տեղեր կան, խնդրենք, որ այդ բոլորը հեռացնես, և այդ մեր միտքը, մեր հոգին, մեր մտքի անտաստանը պատրաստես, որպես բարարդ հող, որպես ինչ-որ պիտի լսենք այսօր, լան այն սերնահատիկները, որ մեկի փոխարեն տան հայրորաբադիկ, և այդ բոլորը քու փառքիդ համար, այդ բոլորը մեր հոգևոր սնունդի համար և մեր շրջապատին։ Միշտ փառավորելով ամենասուրբ երրորդությունը, Հայր, Որդի և Հոգի, այժմեն մինչև հավիտյանս, ամեն։ Oh
ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա, Տեր ողորմյա։ Ձեր բոլորի աղոթները լսելի ընդունելի լան եւ ձեր բոլորի աղոթներուն համար նաեւ շնորհակալություն Աստծո, որ ապահով ուխտագնացության կացինք եւ վերակացանք եւ կվստահեցնեմ ցեզի, որ մեր աղոթներուն հետ նաեւ ձեր աղոթները միախառնված խումբի նման բարձրացնելու ար Աստված։ Բզիկ փորձառությունը կուզեմ ցեզ հետ կիսել անցնող այդ 10 օրերու ընթացքին, որ այդ ամբողջ ուխտագնացության մեջ այդ երևույթներ դպավորիչ կոնե ինձի համար անձնապես։ Եվ այդ երևույթը ամեն առավոտ կանուխ արևածագն էր։ Դարբեր տեղերու մեջ, բայց նույն արևն էր, որ գծակ էր։ Աթենքի մեջ, Միկոնոսի մեջ, ուր որ գտնվեցանք, նույն արևն է, որ գծակ էր։ Բայց հաճախ որովհետև նաև այնքան զբաղ ենք ամենօրյա կյանքի մեջ, ուր շատերուս համար կոնե ուշ կարտնան, կամ չեն կարտնան այն ժամում, որ արևը գծակ է։ Շատեր կարտնան արև ձակենալ առաջի վիճայրոց, որպեսի կորձի հասնին։ Բայց ընդհանրապես նաև երբ որ մենք կարտնան արդեն արևը ձակած, խորքի մեջ չենք տեսներ այդ քեղեցկությունը արևածագին, թե ինչպես կսկսի եւ այդ լույսը կջարակայթե։ Խորքի մեջ լույսը արդեն կջարակայթե ինքը, բայց ինքը հոն չէ դագավի, հետո կսկսի բացվել։ Եվ այդ տպավորությունը ունեցա անցնող 10 օրերու ընթացքին, դարբեր, իմիջիայլոց նաև ասեմ, որ ունեցա նաև փորձություններ այդ արիթը։ Եվ որ կուզեի տեսնել այդ արևածագը, թռները փակ էին, որպեսզի ես կարենայի հասնել այդ տեղը, որպեսզի կարենայի տեսնեմ։ Բայց այդ թռները փակ գալը երբեք պատճառ չեղան, որ ես չկարենայի տեսնեմ։ Եվ այս օրինակը ինչու է հաճախ նաև մենք ուզենք տեսնել Քրիստոսը, մենք ուզենք տեսնել ճշմարիտ արեքագին։ Հաճախ նաև այդ արգելքներ կսկսին տրվել մեր առջև, որքանով այդ արգելքները պիտի կարենան հաղթահարել մեզ, կամ մենք հաղթահարենք այդ արգելքները, որպեսզի կարենան հասնի այդ պահը, ուր թեմ հանդիմանը լանք ճշմարիտ արեքագին, արդարության արեքագին, որ մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսն է։ Եվ ադոր համար է, որ այս ամբողջ ընթացքները ուրիշ բան չեն, ինչպես հիշեցի աղոթքի մեջ, պատրաստության առիթներ են, կպատրաստվենք, դակավին չսելու համար կգազմավորվենք, ինչպես երեխան մոր արքանքի մեջ կգազմավորվի իր փչիչներով, նույնպես այլ հոգևոր իմաստով նաև մենք կգազմավորվենք, հոգևոր փչիչներով, որպեսզի պատրաստ լինենք դերը թիմավորելու համար։ Եվ հետևաբար ծեր աղոթներուն համար անչափ շնորհակալ եմ, որ Տերը ինքը յուրաքանչյուրի աղոթքի խնդրանքին համաձայն նաև ըստայն դնորին է։ Մենք այսօր կշարունակենք 81-րդ Սամոսն ենք, որու վերնակիրը դոնական երգ է, այսինքն դոն է, ուրախություն է, թեփքիմը անդրադարձն է, բայց այս ամբողջ Սամոսը մեզ կհիշեցնե, որ դոնական օրերը նաև առիթներ են մտածելու, քանի մկետերու մասին։ Բարձրապես դոն մը չէ, որ կդոնեն, կամ դոն մը չէ, որ պետք է դոնեն։ Գիտեք, դարբեր տեսակի դոներ կան։ Ծննդյան դոներ կան, անվանագոչության դոներ կան, հատուկ թեփքերու դոներ կան, բայց ամեն մեկ դոն ինքնին գուքա մեզի փոխանցելու նպատակը, իմաստը, թե ինչ ունի փոխանցելիք այս տվյալ դոնը։ Եթե անվանագոչության դոն է, անունին իմաստը ինչ կուզեք ցույց տալ, ինչ կուզեք փոխանցել։ Եթե թեփքիմը դոնն է, այդ թեփքեն մենք ինչ ունենք քաղելիք։ Այդ դոնակատարությունները բարձրապես քովի քալու, ուրախանալու, գերուխում ընելու համար չեն, որքանալ անոնք մաս կգազմեն այդ դոնակատարության, բայց եւ այնպես այդ դոները առիթներ են մտածելու, այդ դոնի իմաստի մասին, այդ դոնի նպատակի մասին։ Եվ մեր այսօրոն այս 81-րդ Սամոսը ճիշտ այդ է, որ գուկա փոխանցելու, այսօր մեզ մեկ յուրաքանչյուրի։ Եվ երբ որ այսօր գսեմ կնշանակե այսօր, որտեղ ինչ որ քրված է, ինչպես բոլոր մյուս Սամոսներու բարակային,
փորձեցինք տեսնել, որ այդ սամոսները, որքան այդ ժամանակի համար գրված, այդ կացության հատուկ գրված սամոսներ էին, նաև փորձեցինք տեսնել, որ այսօր ալ փամու ունի մեզի փոխանցել, այսօր ալ փամու ունի մեզի տալի։ Նույնպես հետևաբար 81-րդ սամոս, այսօրվան սամոս ևս ունի փամը տալիք մեզի, հետևաբար եկեք տեսնենք, թե ինչ է այդ մեզի դրվելիքը։ Առաջին առիթով հետևյալ բառերով կսկսի. Ցնծացեք Աստուծմով, որ մեր պաշտպանն է, ուրախությամբ աղաղակեցեք մեր հայրերու Աստծուն։ Ցնծացեք Աստուծմով, ուրախացեք Աստծուն, որտեղ հաջող մարդարարածը ուրախություն կփնտրի։ Սամոս 2 սակայն գուկա եկեսեք քո այդ ուրախությանը աղբյուրը, քո այդ ուրախությանը պատճառը, քո այդ ուրախությանը այսպես ասած արարգան, եթե կարելի է ասել արարգա, որ խորքի մեջ արարգա չէ, բայց այդ ուրախությանը ամբողջ աղբյուրը ինչ պետք է լինի։ Գսե Աստծումով ցնծացեք, Աստծումով ուրախացեք։ Ոչ ուրիշ բանով։ Ինչու՞։ Որտեղ ուրախացիր բանովը, որ հավիտենականն է։ Ուրախացիր բանովը, որ քեզ մեջ չառնվի։ Ուրախացիր բանովը չի փճանա։ Ուրախացիր բանովը, որ քեզ մեջ չի կողծվիր։ Չի հիմնար, չի մաշիր։ Ժամանակեն ամթինն է։ Ադորամարալ հաջող մենք ինչու մեր ունեցած ուրախությունը կամ մեր փնտրած ուրախությունը հաջող ժամանակավոր կլա։ Որտեղ մեր ընտրած ուրախությունը ժամանակավոր է։ Անորամար ամիջովես մեզ մեկ գխլվի, ամիջովես մեզ մեկ գառնվի։ Շատ ուրախ էին, կացեր էին հարսանիքի, շատ ուրախ էին, կացեր էին բարիգամներով զվարճանալու։ Հանկարծ սակայն թեք մը գլսենք, հանկարծ սակայն լուր մը գառնենք եւ այդ ամբողջ ուրախությունը կփշրվի։ Այդ ամբողջ ուրախությունը մեզ մեկ արժեք գառնվի, գխլվի։ Ինչու որտեղ մեր այդ ուրախությունը, որքան էլ ուրախություն էր, սակայն ժամանակավոր էր, հավիտենական չէր, հիմերը խախուտ էին։ Անոնամար դուքա Սամոս 2 եւ կի հիշեցնե ժողովրդին։ Քու ցնծությունը, քու ուրախությունը թող որը լա Աստծումով, ինչու։ Որտեղ այդ ուրախությամբ նաև դու ինչ կսկաս, պաշտպանված կսկաս եւ ադորամար գսե դերը ինքն է մեր պաշտպանը։ Որտեղ այդ պաշտպանությունը բարձ պաշտպանություն չէ, որտեղ թեփքի մասի մի անդրադառնա քիչմեդո։ Քիչմեդո պիտի խոսի երևույթի մասին, որուն համար է որ պիտի կապի այդ փարը, այդ գործածած փարը, որ դերը ինքն է մեր պաշտպանը։ Եվ առավել եւս աղաղակեցեք, ծերծայնը բարձրացուցեք, որու մեր հայրերու Աստուծուն։ Եվ մեր հայրերուն Աստուծուն բացատրությունը, արգայությունը կգա ասել համար, որ մենք որպես ժողովուրդ, եթե գապ ունենք Աստուծո հետ, այդ գապը նոր գապ չէ, այդ հարաբերությունը նոր հարաբերություն չէ, այդ հարաբերությունը գերտա մինչև մեր նախահայրերուն։ Անորամարալ երբ որ արիթոմը ելից կրկի մեջ մենք կգարտանք Մովսես կհանդիպի, այդ թուփին, այդ մորենին, որ գայրեր, չեր սպարեր, ցայն մը լսեց, արի հետաքրքրություն մոտեցավ, տեսնելու համար թե ինչ է, ով է այդ որ գայրի չսպարիր, այդ ցայնը որ լսեց, որ իր հետ կխոսեր, ինչպես ինձ ինքն ներկայացուց։ Ես եմ գսե, որ են քու հայրերուդ Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին Աստվածը, որ կնշանակե այն Աստվածը, որ այն ժողովրդին հետ կապ ունի, այն ժողովրդին հետ մտերմություն, հարազատություն, հարաբերություն ունի, գուքա անցյալեն նոր երևույթը չէ։ Ուրեմն անոր ծանոթությունը գուքա մեր հայրերեն, մեր հայրերը իրեն ծանոթ էին, մեր հայրերը իրեն ծանոթություն ունեին, ջանցանց ինքզինք հայտնեց մեր հայրերուն։ Եվ այդ ծանոթությունն է, որ սերունդե սերունդ փոխանցվեցավ։ Եվ այդպես ինքզին կճանցուց Աստված։ Ես եմ ծեր հայրերուն Աստվածը, եւ ինչու ծեր հայրերուն Աստվածը կշեշտվի, որտեղ ծեր հայրերն էին, առավել եւս Աբրահամ, Իսահակ, Հակոբ, որ ինչ ցույց տվին, հավատքը ցույց տվին, ինչ ցույց տվին, հնազանդությունը ցույց տվին, հավատարմությունը ցույց տվին։ Անորոման է որ կշեշտեի կը ծեր հայրերուն Աստվածը։ Որտեղ այն նույն ծեր հայրերն էին, որոնք պահեցին իրենց գաբը ինձի հետ։ Եվ ինչ ծևով պահեցին, իրենց հնազանդությամբ, իրենց հավատարմությամբ, իրենց վստահությամբ, հակառակ բոլոր նեղություններուն եւ դժվարություններուն մեջով որ անցան, երբեք տեղի չդվին։ Եվ ադիգա իրենց համար հիշեցում էր, որ նմանեցեք ծեր հայրերուն։ Ոչ թե պարզապես ուրախացեք այնպես ինչպես դիտեսեր Հովանես Մգրտիչ օրենքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն, որոնք կհբարդանային Աբրահամով։ Բայց ինչ կպատասխաներ Հովանես Մգրտիչ։ Աբրահամի հավատքը ունեցեք,
Ոչ թե բարձրապես հպարտացեք, որ դուք Աբրահամի սերունդ եք, այլ Աբրահամի նման այդ վստահություն ունեցեք, Աբրահամի նման հնազանդություն ունեցեք, Աբրահամի նման հավատարիմ եղեք Աստծո։ Մենք հաճախ կհպարտանանք որպես ազգություն, բայց ինչով է մեր այդ հպարտությունը։ Ինչի մեջ է մեր այդ հպարտությունը։ Եվ հետևաբար գուկա Եփիսե Աստծուց ցնծացեք, որովհետև ինքն է մեր պաշտպանը։ Աղաղեցեք Աստծուն, որովհետև մեր հայրերուն Աստվածն է։ Եվ հետևաբար գսե սկսեք նվագը, թափ զարգեք, մեր մանուշ քնարն ու Դավիթը հնչեցուցեք, փող հնչեցուցեք նորալուսնի արիթով եւ փող հնչեցուցեք լիալուսինի մեր տոնի արիթով։ Ուրեմն դոնական օրեր են, ուրախության օրեր են։ Եվ այդ ուրախության օրերը անշուշտ ասես դխրությամբ չեն անցներ։ Պետք է անպայման անոր հետ կմիանային երգը, բարը, նվագը, երաժշտությունը, որոնք ուքան ամբողջացնելու նաև ամբողջ միտքը այդ տոնակատարության։ Բայց այստեղ կան երկու բարերու գործածություն։ Լուսնի, նորալուսնի եւ լիալուսնի արիթով։ Նորալուսնի արիթով եւ լիալուսնի դոնին արիթով։ Եվ այս երկու բարերու գործածությունը մենք կգարտանք 5 դագարանի թվոց ղերդացոց գիրքերուն ընդմեջ են։ Անցյալի ժողովրդի կյանքը եւ մանավանդ այդ ժողովրդի կյանքի մեջ անգյունաթարցը մեծ թեփքիմը մեծ երևույթիմը կատարումը նշում գլար գնշվեր որպես սկիզբը օրինակ մեզի համար որպես հայ ժողովրդի դարին երբ կսկսի հայ ժողովրդի համար դարին երբ կսկսի օգոստոսով նավասարդ ամիսով հայ ժողովրդի Իսրայելի ժողովրդին համար դարին երբ կսկսի Աբիբ Նիսան ամսվան ինչ իմաստով որտեղ այդ ամիսն էր որ իրենք դուրս եկան Եգիպտոսի ստրկութենեն ուրեմն գնշարակ է ամեն մեկ անգյունաթարցը ժողովրդի կյանքի մեջ մեծ թեփը որ կկատարվեր այդ ամիսը կդառնար ամիսներու սկիզբը եւ այդպես ալ մենք կգարտանք երբ որ ելից գիրքը կգարտանք եւ Աստված իրենք կթելադրե որ պատրաստվեցեք այս գիշեր որտեղ դուրս պիտի գաք Եգիպտոսեն եւ այս ամիսը ցեզի համար ըլլա իբրև դարվան ամիսներուն սկիզբը ուրեմն տեսեք ամեն մեկ ամսվա մեջ այդ թեփքը որ պատահած է դարձած է իրենց համար կարծեք դարեքլուխ այդ դարվան սկզբնավորությունը եւ հետեւաբար ինչ կապ ունի լիալուսինը եւ ինչ կապ ունի նաեւ նորալուսինը նորալուսինը չմոռնանք որ ամիսներու սկիզբին կսկսի նորալուսին իսկ երբ է որ կդառնա լիալուսին կդառնա 15 օր հետո լիալուսին որ գնշարք այդ նորալուսին եւ լիալուսին հասկացողությունները դաղավարահարած տոներու մեծ խնդավոր տոներու հիշեցումներն էին եւ այդ հիշեցումներուն համար դերը կթելադրե որ փող հնչեցնեն եւ չերափող հնչեցնեն որտեւ այդ հնչել փողի հնչեցումը հիշեցում որտեւ նախ չմոռնաք անոնք կապրեին անաբադի մեջ անոնք կապրեին վրաններու դակ անոնք չունեին ոչ եկեղեցի հասկացողություն որ զանգերը ողանչեին անոնք միայն ունեին փորձառությունը փողերու եւ ամեն մեկ փողի ցայնը իրենց համար հիշեցում մներ ամեն մեկ փողի ցայնը իրենց համար դուքար հիշեցնելու երևույթը օրինակի համար իրենք ունեին փողի ցայն որ հիշեցներ պատերազմի պատրաստվելու իրենք ունեին փողի ցայնը որ կպատրաստվեին դոնին իրենք ունեին փողի ցայն տարբեր երևույթներու եւ իրենք վարժ էին այդ ցայնին ինչպես որ նաեւ մեր ժողովրդի բարակային վարժություն ունի զանգի ողանչի եւ ինքը հավատացյալը գիտե թե այս գվյալ ցայնը որպես գոչ գանչ ինչ կուզե ասել հավատացյալին Ադորամար անցյալին այն բոլոր քաղաքներու մեջ, որոնք եկեղեցու զանգ օգտագործվեին, հավատացյալները գիտեին ինչ ժամ է հիմա։ Գիտեին հիմա ինչ որ բահն է։ Հաջող Լուկային Եփիսեին գերեւի մահ կա, ննչեցյալ կա, ինչու, որտեղ հատուկ ցայն մգար այդ ողանչի։ Եվ գամ գիտեին հիմա ուր հասավ ժամերությունը, փառքի բարձունքն է, գամ հիմա հավատամքն է, որ գնշանագե հավատացյալները իրենք ծանոթ էին այդ ցայնին։ Այսօր չունենք այդ ցայնը։ Այսօր դրեցուցած ենք այդ ցայնը։ Այսօր ժամացույցով կաշխատի։ Ժամը 10-ը նոր կսկսի պատրաստ։
11 երևի քարոզի ժամն է, բայց չէր մնացած այդ լսողության հասկացողությունը։ Հետևաբար նաև փողերու այդ հնչեցումը դեր ինք տված է, որպեսզի անաբադի մեջ այս ժողովուրդը պատրաստվի։ Օրինակ համար երբ որ դու դգարտակ Հեսուի քիրքը, Հեսուի քրքի մեջ դար բարիստները որ փլան, ինչ ցևով փլան այդ բարիստները։ 7 անգամ թարցանքս այդ բարիստի շուրջ եւ ինչ հնչեցուցին, այդ փողերը հնչեցուցին։ Ուրեմն կնշանակա այդ փողերու ներկայությունը ժողովրդի կյանքի մեջ թաստիարակություն է, պատրաստություն է, ինչի դոնին, բայց ոչ բարձրապես սովորական դոնին, դոնը որ անգյունաթարց ունեցած է իրենց կյանքի մեջ։ Եվ ինչ էր այդ անգյունաթարցը։ Եվ Աստված ինք է որ գսե ասիկա իբրև կանոն տվավ ժողովրդին, Աստուծո հրամանն էր Հակոբի սերունդներուն, եւ նաեւ իր բադվիրանն էր Հովսեփի հետնորդներուն։ Հակոբի սերունդներուն եւ Հովսեփի հետնորդներուն։ Ինչու այս երկու անունները։ Առաջին հերթին 12 ցեղերի Իսրայելի ծանոթ էին որպես Հակոբի սերունդ։ Բայց Հովսեփը ոնց ինչ գործ ունի։ Հովսեփը 12 զավակներն մեկն էր։ Բայց Հովսեփի եղբայրները զինքը ծախեցին Ստրուկ Եգիպտոս, Իսմայելացիներուն։ Եվ անիկա գնաց Եգիպտոս, մինչև հասավ կառավարիչի թիրքին։ Եվ իբրև կառավարիչի թիրքին նաև օգտակար եղավ իր եղբայրներուն, երբ որ անոնք գարիք ունեին սորենի։ Եվ երբ որ եկան իջան Եգիպտոս, այնտեղ քննադություն հաստատեցին եւ այնտեղ շարունակեցին իրենց ընթացքը կյանքը։ Եվ որովհետեւ Հովսեփը դարձած էր կառավարիչ, եկող բոլոր սերունդները ծանոթ էին որպես Հովսեփի հաջորդներ։ Ահա թե ինչու է որ Սամոսներում մեջ հիշված է Հովսեփի հետնորդներ։ Հակոբի սերունդներուն եւ Հովսեփի հետնորդներուն։ Ինչու որովհետև այս ժողովուրդը որում մասին կխոսի եւ այս ժողովրդին որ դրված է այս հրամանը Եգիպտոսի մեջ ապրող այդ ժողովուրդն է, որոնք հիմա ժամանակը հասած է դուրս գալու Եգիպտոսից։ Եվ գսե, երբ անոնք դուրս կային Եգիպտոսից, լսեցին լեզումը, որ չէին լսած ասկի առաջ, եւ որ գսե, ես ու ուսետ վար արիփերը Ցերկերդ ազատագրեցի ստրգական աշխատանքներեն, նեղությանդ մեջ երբ օգնության կանչեցիր ազատեցի քեզ, ամբրոբի մեջ եմ պատասխան տվի քեզի, քեզ փորձեցի Մերիբայի աղբյուրի քով։ Ուրեմն դոնը ինչի մասին է, Եգիպտոսի երգեր, որ քեզ ազատագրեցի, եւ քեզի հետ խոսեցա այնպիսի լեզվով մը, որ դու ասկի առաջ չէիր լսած։ Եվ այդ լեզուն իմիջայլոց Աստծո լեզուն է։ Ուրիշ լեզումը չէ, դառնակ լեզումը չէ, այդ նույն լեզուն, որ Մովսեսի հետ կխոսեր։ Բայց որովհետև ժողովուրդը պատրաստ չէր լսելու Աստծո խոսքը, անոր համար այդ ցայնը իրեն համար ժողովրդին համար կնմաներ որպես որոդումի ցայն։ Եվ անոր համար կխնդրեին ժողովուրդը կխնդրեր Մովսեսին, ըստ համար թուն խոսիր Աստծո հետ, թուն ար պատկանները Աստծո հետ եւ մեզի փոխանցե։ Որ կնշանակի տեսեք այս երկխոսությունը որ տեղի ունենա, լսեցին լեզումը, որ երբեք չէին լսած, կնշանակի Աստված իրենց հետ ուզեց ունենալ երկխոսություն, communication, հաղորդակցություն։ Մենք հաճախ այնպես կգործենք, որ երբ որ մենք գաղութենք, միայն մենք ենք խոսողը, չէ, նաև մի մորնակ, որ այնտեղ լսող մգա, ուրեմն երկխոսություն է աղկա։ Անդիկա երկխոսություն է, մենախոսությունը գլա այն ժամանակ, երբ որ քեզ լսող չկա։ Մի գարզեր այնպես մի երբ որ դու գաղութես մեկը քեզ լսող չկա, լսող կա։ Եվ Սամոսներում մեջ հստակորեն գսե անմիտ, միտքդ բեր գսե։ Այն Աստվածը ստեղծիչ, որ քեզի ականջ դված է, ուրեմն կնշանակի ինքնա գլսե։ Այն Աստվածը, որ քեզի աչք դված է, ուրեմն ինքնա գտեսնե։ Ուրեմն երբ որ ես աղոթքի կպատրաստեմ, երբ որ ես աղոթքի բահ ունենամ, չգործեմ այնպես, որ ես եմ միան խոսողը։ Այո, միգուցե ես եմ խոսողը, բայց նաև կա լսողը։ Ուրեմն երկխոսություն է որ տեղի ունենա, եւ ոչ թե մենախոսություն։ Աստված ուզեց այդպիսի նաև հաղորդակցություն ունենալ այս ժողովրդին հետ։ Այնպես չէ որ
գգարձվի ինչպես հին թիծապանություններու մեջ, հին գրոններու մեջ, այնպես գգարձվի, որ աստվածները հերու են մարդուցնե։ Դժվար թե հասնի իրենց։ Ընդհակառակը Աստված եկավ ցույց տալու համար, որ շատ հերու չէ։ Եվ այդպես ալ գսե Քրիստոս։ Ուզես փնտրես Աստված։ Ուզես ունենալ գավ Աստծո։ Իսկ շատ հերուները մի երթար։ Ինչպես որ մենք կացինք Հունաստան։ Դեսանք այդ հին թիծապանական ամբողջ տեղերը դեսանք, որոնք այսօր միայն քարերեններ են, միայն գառույցներ են։ Եվ մինչև հոն հասնելու համար, ինչպիսի ջամփա պետք է կտրել։ Որտեղ այնտեղ ցույց կտար այդ վեհությունը կարծեք աստվածության կամ աստվածություններու։ Մինչև Աստված եկավ ցույց տալու համար հագարակը, եկավ ինչ ցույց տալու, որ դու մեկ չունիս այդ ջամփա կտրելու, այն ընդհակառակը ինք եկավ քեզի։ Ինք իջապոն արեցավ քեզի, ինձի, ես մեկ յուրաքանչյուրի համար։ Եվ այդպես ալգսե Քրիստոս, մի փնտրեր աստին անտին։ Ամենամոդիկն է քեզի, սրտիդ մոդիկն է։ Անոր համար գսե մտիր քու ներքին սենյակդ։ Քոցե թուրը արտակին աշխարհեն։ Եվ հոն խոսիր քու երկնավորորդ հետ։ Մի գարձե որ քեզ մեջ շատ հերու է։ Որքան ալ ինքը վեհ է, որքան ինքը աստվածությունն է, բայց ընդհակառակը այնքան մոդիկ է, որ մեր գարձածեն շատ ավելի։ Բայց այս բոլորը հասկանալու, գիտնալու, իմանալու համար կխնդրենք, որ այդ շնորհքը դրվի մեզի, որպես մենք կարենանք հասկանալ, թե այս բոլորը ինչպես տեղի ունենա։ Մեզի համար է, որ հաճախ կփարթացնենք երևույթները, միջակ եկեք տեսեք, որ ամենաբարձ վիճակի մեջն է։ Եվ ադոր համարան շարագանակիները ինչպես ներկայացուցին Աստծո ծնունդը։ Գսե անսահմանը, գսե սահմանավորվեցավ, խանցարուրի մեջ փաթթվեցավ։ Եվ մսուրի մեջ թրվեցավ, անսահմանը սահմանավորվեցավ, խանցարուրով փաթթվեցավ եւ մսուրի մեջ թրվեցավ։ Որպես նաև մարդը կարենա այդ հաղորդակցության մեջ ըլլա, այդ հարաբերության մեջ ըլլա։ Եվ ադորամարալ Աստված 5 դագարանեն սկսյալ ուզեց այդ հաղորդակցությունը ունենալ այս ժողովրդին հետ։ Եվ ադորամարալ ինչպես կներկայացնել ինձ։ Ես սեզի Աստված ըլլալու եւ դուք ինձի ժողովուրդ, ես սեզի հայր ըլլալու եւ դուք ինձի զավակներ, եւ այդ սիրո գաբը ուզեց ունենալ։ Այդ սիրո գաբը ուզեց ունենալ։ Եվ այդ սիրո արտահայտությունը, որ լսեց այդ ժողովրդին աղաղակը, եւ գսե երբ որ զիս կանչեցիր, ես լսեցի քուցայինդ։ Եվ այդպես ագսե Երից գրքի 3-րդ գլուխը։ Երբ որ Մովսես այդ հանդիպումը ունենա, Աստված գսե ես լսեցի իմ ժողովրդիս աղաղակը։ Լսեցի դեսագս անոնց տարաբանքը, և հիշեցի իմ դված խոստումս Աբրահամին, և հիմա հասած է պահը, որպեսզի ազատագրեմ զիրենք։ Ուրեմն կնշա հասավ պահը, քիչ առաջ մենք ալ եկեցինք, հիշյադեր և ողորմյա, ինչու պետք է հիշե, պետք է մորցած է որ հիշե, ինչ կնշա հիշյադեր ոչ թե բարձրես հիշե, գիտեք հաճախ երբ որ գսեմ, զիս մի մորնար հիշե, չէ, ատոր մասին չէ հիշե կնշա է նաև այդ հարմար ժամանակին գործե, ինչպես որ երբ որ դերը գսե Մովսեսի, ես հիշեցի իմ դված խոստումը, ինչու մորցած էր որ հիշեր։ Հիշել կնշանակե հարմար ժամանակը հասավ, որպեսզի հիմա կատարե ինչ որ խոստացած էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին։ Եվ գսե երբ որ դու զիս կանչեցիր, ես քեզի պատասխան տվի։ Երբ որ ինձ աղաղակեցիր, ես լսեցի։ Եվ ես եկա քեզի օգնության։ Եկա քեզի օգնության։ Այնտեղ քեզ չծկեցի։ Ընդհակառակը նաև Մարիվայի մեջ քեզ փորձեցի, որտեղ նաև տուն զիս փորձեցիր։ Եվ ինչպես է որ Իսրայելը փորձեց Աստված։ Եվ որ անապատի մեջ Աստծո ջուր ուզեցի։ Եվ որ անապատի մեջ Աստծո հաց ուզեցի։ Եվ որ անապատի մեջ Աստծո միս ուզեցի։ Եվ այդ սևով կնշանակի նաև փորձեցին զասված փորձեցին։ Եվ զասված փորձելու մեջ նաև Աստվածազիրենք փորձեց։ Եվ հիմա դիսեք արդյոք կարելի է զասված փորձել։ Եվ ինչպես կարելի է զասված փորձել, եւ ինչպես կնա նաև որ Աստված ինք մեզ կփորձի։ Եվ ադոր ամարալ երբ որ մենք կգարտանք երկրորդ օրինաց գիրքը 8-րդ գլուխը։ Եվ այնտեղ Աստված կփաստադրե, գսե ես ցես թիթմամբ անաբադի մեջ թափարական թարցուցի, որպեսզի ցեր սրտին մեջինը իմանամ, անոր ամարալ ցես փորձեցի։ Մենք հաճախ ուքանք եւ ասենք ինչու Աստված մեզ կրնա փորձել։ Որովհետև երբ որ մենք կգարտանք Հակոբոս Արաքյալի ընտարական նամակը, այնտեղ հստակ օրենք է, որ Աստված ինքը մեզ չի փորձել։
Ինչպես կրնալարով կա և ասե, որ ես ցես փորձեցի։ Միթե Աստված ինքը որպես ամենակետ չի գիտեր իմ սրտիս խորհուրդները ինչ են, շատ լավ գիտեր։ Իմ նիստուտածս գիտեր, դակամին չմտածած գիտեր, որ ես ինչ կմտածեմ։ Բայց Աստված գուզե նաև, որ ես արդահայտվիմ այդ բոլոր իմ ներաշխարհս դուրս դրսևորեմ, ցույց տամ, թե ես ինչպիսի վստահությամբ եմ, որ իրենք վստահ են։ Եվ Ադորամարան 8-րդ գլուխը գսե 2-րդ օրինաց գրքի մեջ։ Քեզ գսե 40 տարի քապարական դարձուցի, բայց գսե քու վրայի հագուստները չմաշեցան։ Քու գոշիկները գսե չմաշեցան։ Եվ 40 տարի գսե քեզ մանանայով գերագրեցի, որպեսզի քու սրտիդ մեջինը իմանամ, թե դու որքանով կվստահիս ինձի։ Բայց եկեք տեսեք, որ չվստահեցա։ Ինչու՞, որտեղ արդեն ինչ ըրին օդար աստվածներու ետևե կացին։ Եվ այս է, որ գուտար պատվերը ցերկերը ազատագրեցի ստրգական գործերեն, նեղությանդ մեջ քեզ զիս օգնության գանչեցի, ազատեցի քեզ։ Լսե ինչ որ հիմա կպատվիրեմ, ով իմ ժողովուրդս, երանի թե լսես ինձի, ով իմ ժողովուրդը Աստուծո։ Երանի լսես, բայց պիտի չլսես։ Պիտի դամ քեզի պատվերը, բայց դու պիտի չլսես։ Որ գինշեցնեմ ես Եսայի մարգարեի խոսքը։ Այս ժողովուրդը ագան չունի, բայց չի լսեր։ Այս ժողովուրդը աչք ունի, բայց չի տեսներ։ Չուզեր լսել եւ չուզեր տեսնել, որովհետեւ հանգար չլատ է, լսելով լսել, տեսնելով տեսնել եւ քարծիկա եւ ես ալ փրկեմ սիրել։ Հայ չէ որ Աստծո ծրագիրն է որ փրկել մարդս։ Չէ որ Աստծո ծրագիրն է որ փրկել մեղավորը։ Բայց քիչ մեր ուրիշ բառ ունի օգտագործել։ Անոնց համարության համար։ Այսինքն չեն շեղի իրենց քիծած են։ Ինչ որ գիտեն կշարունակեն այդպես։ Ես էլ լսեմ ադվեր գիտամ քեզի։ Երանի թե լսես, բայց վստահ եմ որ պիտի չլսես։ Որտեղ նույն խոսքով պիտի ասեր Քրիստոս նախքան իր խաչելությունը Երուսաղեմին։ Երուսաղեմ, քանի անգամներ ուզեցի քեզ հավաքել։ Այնպես ինչպես հավը իր ցակերը կհավաքի իր թևերուն տակ, բայց դու չուզեցիր։ Որ կնմանի այն երևույթին, հիվանդը գերտա բժիշկին, բժիշկը գերգուտա թելադրություն, բայց հիվանդը կմնա համար իր կիծածին։ Եվ հիմա ով մեղադրեր, հիվանդը կամ բժիշկը։ Որու մեղադրեր, հիվանդը կամ բժիշկը, հիվանդը։ Բայց մենք միշտ վարժ ենք զասված մեղադրելու և ասելու չսիր, երանի էսեիր։ Մնդագարակը անորամարալ Ղազարոսի, աղքատ Ղազարոսի և մեծահարուստի բախտության մեջ Աբրահամ կպատասխանե մեծահարուստին։ Հայր Աբրահամ մեկը ղրգե, որպեսի եղբայրներուս խոսի, բացադրե, սորվեցնե, Աբրահամը գսե, ու եղբայրներըդ օրենք դու մարգարեներ ունի, թող կարդան, դրված է ամեն ինչ։ Ինչ որ պետք է ասված դված է մեզի սրելեր, ինչ որ բատվեր պետք է, ինչ որ բատվիրան պետք է, ինչ որ հրաման պետք է, ինչ որ ուղղություն պետք է դրված է մեզի։ Գմնա մեզի ընդրելու այն ճամփան, գմնա մեզի լսելու այն բատվիրանը, գմնա մեզի տեսնելու Աստծո տվածները։ Եվ ավասի կսե, լսե ինչ որ պիտի պատվիրեմ, ով իմ ժողովուրդս, երանի, թե լսես ինձի, չլա բնավ, օդար ասվածներ ունենակ, և չլա որ սուտ Աստուծոման երկրպատություն անենք, և ըրին դագավին գնենք, Եվ ինչու քիչ առաջացի, որ այս Սամոսը նաև այսօր մեզ մեր յուրաքանչյուրի համար քրված, ըսված, դրված Սամոս է, որև այսօր մենք, երբ որ գտոնենք Քրիստոսի հարության հրաշապար տոնը, ինչ է որ գտոնենք, եթե ոչ մեր փրկությունը, մեղքի ստրգութենեն դուրս գալը, մեղքեն ազատագրվելը, նոր կյանքին գոչվելը, շատ արեք, այնպես ինչպես Իսրայելն ինք դուրս եկավ Եգիպտոսի ստրգութենեն,
400 տարի եւ քիչ մնալ ավելի ստրուգ էին այդ երկրի մեջ։ Դերը լսեց անոնց աղաղակը, դուրս բերավ իրենք այդ ստրգութենեն, անցուց անաբատը, հաց ուզեցին հացը տվավ, ջուր ուզեցին ջուրը տվավ, միս ուզեցին միսը տվավ։ Եվ սակայն քիչ մը ուշացավ Մովսես Սինա լերեն բարիչներու, արդեն ամիջապես ոսկի է հորտը շինեցին։ Արդեն ոսկի է հորտը շինեցին։ Եվ ոչ թե միայն շինեցին, անոր երկրպագություններին, անոր շուրջը երան խմեցին, բարեցին։ Եվ ինչ որ գուզես ըրին, այն ինչ որ բեկչեր ընեին։ Եվ ամիջապես ասված կդրվի Մովսես կսե իչիր դես աժողովուրդը ինչ է։ Եվ ասիկա չի պավեր, մտան խոստացված երկիր։ Խոստացված երկիր մուտք գործել է հետո թարցիա շարունակեցին։ Երթալու այն բոլոր տեղերը, վայրերը, որոնք հետանոսական տեղեր էին, աշտարութի եւ Բալի չասվածության։ Եվ այնտեղ փարսուններու, այնտեղ անդարներու մեջ կսե թուն ինչ է որ գնես։ Եթե ոչ զոհեր գնցայես, որու է որ գնցայես, ով քեզ մե ուզեց այդ զոհերը։ Ընդհանրակը այդ զոհերը չնձայելու համար ես քեզի քո հայրերու օրինակ կտվի։ Որ օրինակը տվի քո հայրերու, Աբրահամի, Իսահակի օրինակը տվի։ Երբ որ Աբրահամին խնդրեցի, որ իր մեկ հատիկ զավակ Իսահակը զոհե ինձ համար, եւ երբ որ պատրաստվեցավ, բարձրացավ այդ ները զոհելու, Աստված ասավ ցերկ մի դար այդ երեխային, որտեղ ես ուրիշ զոհ մնեմ որ պատրաստած եմ։ Եվ ադգային ճուրը ոչ թե պարզապես միայն Աբրահամի հավատքը քննելու զննելու համար, այլ նաև դվավ օրինակ իր շրջապատին, որտեղ անցյալին այդպիսի երևույթ մգար արդեն, ընձայելու չասվածություններու, գուրկերու ինչ, երեխաները։ Եվ այսօր ինչ տեղի կունենա, նույնը տեղի կունենա այսօր։ Բրբդեցեք, դայեցեք Google search չնեք, տեսեք ինչեր տեղի կունենա։ Տեսեք ինչպես երեխաները գարեվանքվին, ուր կդարվին այս բոլոր երեխաները։ Ինչ կլան այս երեխաները։ Գսպանդվին, գսովին, անոնց օրգանները գարնվին, գծախվին, հազարում եք տեսակի բաներ կգադարվին։ Այս բոլորին որքանով տեղյակ ենք մենք։ Երևի քիչ մը։ Բայց այսօր նույնը կպատահի։ Այսօր նույնը կգադարվի։ Այսօր մենք որպես հավատացյալներ, որ Քրիստոսի հրաշաբար հարությունը գտոնենք, նույն պատվիրանն է որ գտա, գսել լսե մտի կրե ինձի։ Չլա թե օդար աստվածներու ետևե երտաս, եւ սուտ աստվածներու երկրպագություն ունես։ Այսօր մենք հարությունը գտոնենք Քրիստոսի, բայց մեր կյանքի երկրորդ զուգահերքիցը ինչ կա անոր մեջ։ Գրաբաշխություն, սուտ աստվածներու հետևում, սուտ աստվածներու երկրպագություն, հիմա մի ասեք ոչ, որտեղ անպայմանորեն եթե լավ զննենք, քննենք, պիտի տեսնենք, որտեղ Պողոս առաքյալ հստակ օրենք ասե ինչ բանի որ ծառայեք, անոր ծառան կդառնաք։ Եվ այսօրվան ամբողջ անցուդարձերը, որում մեջ են գանձի մարդկությունը, ուր որ ալգտնվի, այդ բոլորի պատճառը ինչն են, որտեղ Աստծո հեռացած ենք։ Եվ այնքան հետաքրքրական անցյալները Պամը գտիդեի ու գսեր, Աստված բադահականորեն չէ, որ ստեղծած է այս բոլորը։ Օրինակ ցուգը ստեղծած է ջուրի մեջ։ Հանեգս է ցուգը ջուրեն, գմերնի։ Ձարը գսե հողին կապած, հանե ձարը արմատներեն, գմերնի։ Իսկ մարդու բարակային գսե, իր պատկերով եւ նմանության, հերացում մարդ Աստծուն է, գմերնի, գմերնի։ Եվ այս բոլորի մեջ հավասի կուկա հիշեցնելու Աստված։ Գսե տես, փոխադարձ է, սերը սիրո արտահայտությունը փոխադարձ է։ Ինձ մեր խնդրեցիր, աղաղագեցիր, քեզի եկա ազատեցի, օգնեցի, ըստրգությանդ վիճակեն դուրս հանեցի, բայց փոխադարձը ինչ կա։ Փոխադարձը փոխանակ ինձի երկրպագություն ունելու, օդար, սուտ, չասվածություններու հետևե ես։ Ես է միներ այդպես։ Գզգուշացնեն կսե, և որովհետև Աստված գիտե, որ պիտի ենեմ արդը այդպես։ Պիտի ենե, բայց եթե երբեք բանը հարցնեք, լավ, եթե Աստված գիտե, որ մարդ այդպես պիտի ենե, ինչու է, որ արգել չի տներ մարդուն, որ այդպես չնե, գիտեք ինչու, որովհետև Աստված գահարք է մարդուս ազատ կամքը, որովհետև երբ որ Աստված մարդս ստեղծեց ազատ կամքով, և Աստված ուզե, որ մարդը իր ազատ կամքովը երթայր,
Որով առավոտում կխոսեի սիրելը ազատ կամք կեն դատրել։ Ես չեմ գնալ քեզ սիրել բարդատրված։ Ես չեմ գնալ քեզ հետ ըլլալ բարդատրված։ Ազատ կամք պետք է ունենամ, որպեսզի ազատորեն կամ եւ քեզ սիրեմ։ Եվ Աստված ինքը գահարկե իմ ազատ կամքս, ինձի դրված ազատ կամքը գահարկե։ Աստված յուրաքանչյուրին դրված ազատ կամքը ինքը գահարկե եւ այդ ազատորեն գուզե, որ ես իրեն երթամ։ Այնպես ինչպես Առաքյալը գսե սիրենք Աստված, այս ինչու։ Որտեղ նախ գսե ինք մեզ սիրեց։ Ինչպես որ եթե ինձ խնդրեցիր օգնություն, եկա քեզ օգնության։ Բայց ադոր փոխարեն որու է որ դու շնորհակալություն կհայտնես։ Ադորը մար քիչ առաջ գսեի շարականին հետ կապված այդ նյութը։ Մենք օգնություն կխնդրենք, մարդոց մենք կխնդրենք, փարիգա մենք կխնդրենք, չգիտեմ տարբեր աղբյուրներով օգնություն կխնդրենք։ Հետո սակայն որու է որ շնորհակալություն կհայտնենք։ Ճիշտ է, արի քաղաքավարություն կհայտնենք այդ անձին, որի մեզի այդ օգնությունը ցուցաբերեց, բայց խորքի մեջ որու է որ այդ շնորհակալությունը հայտնելու ենք։ Աղբյուրին, Աստուծո, որտեղ անգեք ու կա ամեն տեսակի փարիք, անգեք ու կա ամեն տեսակի օգնություն։ Եվ սեր գուզեր արսքանի մոդողերը ինձ մե օգնություն խնդրեցի, քեզ ազատագրեցի, հաց ուզեցիր, չուր ուզեցիր, այդ ամենը դվի, բայց փոխադարձ դու որու շնորհակալություն հայտնեցիր։ Դու որու եղել որ գերտաս օդար Աստվածներու եւ ինչու գսե օդար Գրեժատուն չես ճանչտր ովքեր են այդ Աստվածները։ Օդար են։ Բայց ինձին իբր ինչ կճանցնե։ Հայրերուն Աստվածներ ես։ Այսին ծանոթ են։ Օդար չեմ ես։ Ձեր հայրերուն Աստվածն են։ Այն նույն ձեր հայրերը, որ ձեր նախահայրերն են, որոնք վստահեցան ինձ, որոնք հավատարիմ մնացին ինձ։ Որքան դժվարություն ունեցան, նեղություն ունեցան, բայց իրենց ուղղությունը չշեղեցին։ Այլ իրենք շարունակեցին իրենց հնազանդությունը եւ հավատարմությունը։ Եվ իրենք նաեւ փոխանցեցին սերունդ է սերունդ։ Բայց այսօր այս սերունդը գսել, որ գխոսի, որպես ինչ կներկայացնի։ Օդար Աստվածներու կացող, սուտ Աստվածներու երկրպագությունը նոր։ Բայց մի մորնար, որ ես եմ կուտեր Աստվածըց, որ Եգիպտոսեն հանեցի քեզ։ Այդ Աստվածները չէին, որ քեզ հանեցին, այլ ես էի, որ քեզ հանեցի Եգիպտոսին։ Հիշել։ Միայն հիշել։ Որովհետև եթե երբեք դու գրնային ելնել Եգիպտոսեն, ելնեիր, գրնային ելնել, ելնեիր 400 տարի դեպից։ Ինչու ասկի առաջ չգրցար ելնել։ Դեսեք թե Աստված ինչու է որ գդարձվի թե Աստծո ծրագիրները գուշանան գործադրվելու։ Այնպես որ կգարձեն, որ Աստված գուշացնե, կամ Աստված մորցած է, հետո կհիշե, չէ։ Աստված է, որ հատուկ ժամանակներ ունի, որ գործե իր ծրագիրները իրականացնե, որտեղ անոնց մեջ փամուկ ուզե փոխանցել սորվեցնել։ Որտեղ եթե երբեք դու գրնայիր, ելնեն արդեն քո այդ վիճակի պետք է ելնեիր, որտեղ մարդը ունի այդ, այսպես ասած, որոշ կարողությունը, որ գուզե այդ վիճակեն դուրս գա, բայց դեր մուկա անել գացության թիմաց այլևս, որ այլևս ի վիճակի չէ դուրս գալու այդ գացությունը։ Եվ հավասի 400 տարի դերեց, եւ Աստված համբերությամբ սպասեց։ Եվ հարմար ժամանակը հասավ, որովհետեւ իրենք դուրս բերել Եգիպտոսը։ Եվ գեհիշեցին ասելով ես եմ, որ քեզ Եգիպտոսեն դուրս հանեցի։ Լայն փած բերանդ եւ պիտի գերագրեմ քեզ։ Պիտի գերագրեմ ոչ թե միայն սովորական հացով, այլև քեզ պիտի գերագրեմ այնպիսի հացով, ինչ որ գխոսի Քրիստոս այդ հացի մասին։ Մարդը միայն հացով չէ որ գաբրի այլև Աստծո խոսքով։ Եվ այն հացը որ ձեր հայրերը գերան մերան, բայց ես ցեզ պիտի տամ ուրիշ հացն։ Ուրեմն լայն փած բերան։ Փոքր չի բանաս բերան։ Լայն փած։ Մի բախնալ լայն փանալը։ Փոխանակ փամփասանքի համար լայն փանալու բերանը։ Աստծո տված ուդելիքին համար լայն փած կո այդ բերանը։ Որտեղ արադորեն պիտի տա քեզի, ինչ որ պիտի տա քեզի։ Որտեղ խոստացած է որ տա քեզի։ Փանց կսե լայն փած բերանը։ Եվ ես քեզ պիտի գերագրեմ։ Քո չի մացած հացովը պիտի գերագրեմ քեզ։ Այնպիսի հացով պիտի գերագրեմ, որ երբեք չանոթենաս։ Եվ ինչ է Աստծո տված ուդելիքը։ Ամեն բանի առաջ այդ փրկությունն է։
Եվ ուղղեք գիտենք, որ այդ գերագորակ փրկության հետ կապված է։ Արիթոմ, երբ որ մենք կգարտանք Հովանու ավետարան 4-րդ գլուխ, Սամարացի կնոջ հետ հանդիպումը Քրիստոսի, կեսօրվան ժամում, աշակերտները քացերային հաց բերելու, պիտի ճաշեն, երբ որ եկան մոտեցան Քրիստոսի եսի Ռաբբի վարդապետ, անոթի ես ճաշ բերին, կեր, ասավ ես ունիմ իմ ուտելիքս, անոնցին քեզ ով ուտելիք բերում, քեզ ով ուտելիք բերում, մենք ընդհանրը կացինք, որովհետեւ քեզ ուտելիք բերեմ, քեզ ով ուտելիք բերավ, եւ իմ ուտելիքս կսե հորս կամքը գադարելն է, եւ ինչ էր այդ ուտելիքը իր Սամարացի կնոջ հոգիի բրգությունը, որ Աստծո համար Քրիստոսի համար ուտելիք էր, որ կնշանակե Աստծո համար, որ Աստծո դվածը, որ լայն բաց բերանը եւ քեզ պիտի գերակրեմ միջով իր դված խոսքովը, եւ այդ խոսքը բար սովորական խոսքի մասին չէ խոսքը, բարձ արտահայտություններ հատվածներու մասին չէ, որով մեզ պիտի գերակրե։ Անոնամար երբ որ ամեն անգամ դերունական աղոթքի մեջ կսենք, ըս հաց մեր հանապասոր դուր մեզ այսօր, գերշան այդ հացը նաև քու խոսքը հացը, գյանք դվող խոսքը, որտեղ Արիթոմը երբ որ խոսեր Քրիստոս իր մարմնի ճաշակումի մասին 6-րդ գլուխ Հովանու ավետարանի մեջ, մարդիկ կսե շատեր քայտակեցան, ինչպես կնալալ քու մարմինը դուք արյունը խմենք, կսե ցկեցին կացին, եւ դառնալով իր աշակերտներուն կսե եթե գուզեք դուք ալ երթալ, դու ալ գրնակ երթալ, Սիմոն աշակերտը կսե ուր երթանք, որու երթանք, ով ունի մեզի կենաց խոսք, կյանքի խոսք հացը տալու, ոչ ոք։ Անորամար է, որ մենք եկած ենք քեզի, որպես մեզի տաս կյանքի հացը, եւ այդ հացի մեջ Աստծո խոսքը իր ամբողջ փոխանցակությամբ որ մեզ գուտա այդ հոգի փրկությունը։ Եվ ես փած լայն փած բերանդ, եւ ես քեզ պիտի գերակրեմ։ Բայց ժողովուրդս մտիկ չրավ, Իսրայելը չուսեց ինձի հնազանդին։ Անորամարան ուստի ցկեցի, որ մնան իրենց համառության մեջ, եւ ընեն ինչ որ իրենց դամքը ուզեն։ Եվ Աստված ցկեց, որ անուն գնեն, ինչ որ իրենք ուզեն գնեն։ Նույն մասին գխոսի, նույն նյութը ընդհանրապես կրետ է նույնը, գխոսի Պողոս Արաքյա, Հռոմեացիներու նամակի մեջ։ Որոնք կսե իրենց սերերը փոխեցին, իրենց ամբողջ ընթացքը փոխեցին, եւ Աստված կսե թույլ տված ցկեց, որովհետեւ անուն գնեն, ինչ որ իրենց դամքն է։ Եվ այդ է, որ քիչ առաջ այդ հարցումը հարցուցի, Աստված ինչու է, որ արգելք չի թներ, ընդհակառակը Աստված ինչ կնե, գհարկե մարդուն այդ ազատ կամքը, որ մարդը ազատ օրեն ընդրությունը կատարի, ուզելով Աստծո երթը։ Այնպես ինչպես երբ որ եկան շատեր Քրիստոսի ևսին, Ռաբբի վարդապետ, ուզենք քեզի հետևիլ, Իսոս ասավ եկեք, ուզեք, եկեք, դուք ինչ որ ուզեք, այդ եղեք, բարդատրված մի եք, մի երթար Քրիստոսի բարդատրված, այլ գնա Քրիստոսի ուզելով, գնա Քրիստոսի սիրելով, այնպես ինչպես ինք եկավ սիրելով, ուզելով, սիրահոժար, իր անձը դալու, ինձի քեզի մեզ մեր յուրաքանչյուրին Նույնպես այդ փոխադարձ իմ դաբս Քրիստոսի հետ չլա բարդատրած։ Որտեղ Քրիստոս երբևիցե չբարդատրեց ինձ։ Քիչ առաջ որ հիշեցինք Հովանու ավետարանի մեջ գուսեք երթալ դուք կգրնակ երթալ։ Ազատ եք։ Մեկից չբարդատրեց այստեղ կան։ Այս ուրիշ բան, որ նաև Աստվածաշունչը հիշեցրել է։ Առանց ինձ իսագան չեք գնար հորս հետ։ Եվ առանց հորս չեք գնար ինձի կան։ Շատ հստակորեն ցույց կտա Քրիստոս, թե ինչպես գործի այս ամբողջ միջոցը, ինչպես գործունեությունը, ինչպես է այսպես։ Բայց այս բոլոր դերի կունենա ինչով, սիրելով, ուզելով,
գամենանով առանց բարդատրանքի։ Եվ գուկա Քրիստոսը ասված գուկա սերամար, բայց այս ժողովուրդը զիս չլսեց, հնազանդ չեղավ, ուստի ցկեցի, որ մնան իրենց համարության մեջ ընեն ինչ որ իրենց կամքն է։ Եթե իմ ժողովուրդս մտիկ ըներ ինձի, եթե Իսրայել ապրեր այնպես ինչպես ես կուզեի, ես ինքս անոնց թշնամիներուն թեմ պիտի ելեի եւ շուտով անոր ոսողները պիտի ընջեի։ Բայց չուզեցիր։ Անոր համար թշնամիները եղան քեզի թեմ։ Արդարև դերը ադողները անոր արջև գլխակ պիտի մնան եւ ադիգա պիտի լանոց հավիտենական դատաբարդությունը, մինչդեռ ընդիրճ սորելով պիտի գերակրեի ժողովուրդը եւ ժայռեր մեղր փոխեցնելով պիտի հագեցնեն զան։ Որ գնշակի ավարտին կմնա յուրաքանչյուրը ինք, որ գուզես այդ խումբին հետևի։ Լսել Աստծո ձայնը, ուզելով լսել Աստծո ձայնը։ Եվ այդպես էլ գսել իմիջալուց Իսրայելի ժողովրդին։ Քո առջևդ գսե երկու ջամփակը։ Ընտրե այն ջամփան, որ թեպի քեզ կյանք կտանի։ Մի ընտրեր գսե այն ջամփան, որ քեզ թեպի անթունդ կտանի։ Եվ սկիզբեն գսե քեզի ըսի։ Ընտրե այն ջամփան, որ քեզ թեպի կյանք կտանի։ Եվ եթե հանդարտ ըսեք, չենք գիտեր, չենք լսած, մեկը ղրկվի, որպես իմանանք, գիտնանք, Աբրահամ նույն պատասխանը պիտի տա։ Ցեզի դրված է օրենքն ու մարգարեները, գարթացեք։ Բայց գարթալի առաջ սիրելիներ, խնդրենք, որ Աստված մեզի տա վերստին ծնունդը, Աստված մեզի տա Սուրբ Հոգի շնորհքը, որպեսզի ոչ թե միայն գարթացող ըլլանք, այն նաև գարթացածը հասկացող ըլլանք, մտիկ ընող ըլլանք, եւ տեսեք ինչ կզա լսե եւ մտիկ ըրե։ Ոչ թե միայն լսե, երկու տարբեր բաներ են, մեկը լսել, մյուսը մտիկ ընե։ Լսել կնշանակի այդ ցայնը լսե, բայց ցայնը լսել է դու այդ ցայնի վրա մտածե, միտքը դիր, թե ինչ կսե այդ ցայնը, ինչ պատկամ ունի այդ ցայնը իր մեջ։ Եվ Երանի այն մարդուն, որ մտիկ ընե, որ եթե երբեք մտիկ ընես, կվստահեցնե Տերը, որ ինք թշնամիներս թեմ պիտի ելվե, ինքն է, որ ամիջապես իմ ոսողներս պիտի ընկճե։ Դագավին ես հազիվ թե կմտածեմ, ինչպես հաղթահարեմ այս դժվարությունները։ Աստված արդեն ինքը կհաղթահարի այդ ուղղը, եթե երբեք ես մտիկ կնեմ իր պատկամի ցայնին հրամունի։ Անորամարալ Քրիստոս կսե, ով որ ականջ ունի լսելու, թող լսե, թե հոգին ինչ կսե։ Քոցեն մեր ականջները, խնդրենք, որ բացվին մեր ականջները։ Քոցեն մեր աչքերը, խնդրենք, որ բացվին մեր աչքերը, որպեսզի լսելով լսենք, տեսնելով տեսնենք, թարցի կանք եւ Աստված ինքը պատրաստ է մեզ փրկել։ Աղոթենք։ Ով երդավորայր, բաց մեր ականջները, բաց մեր աչքերը, մեր սրտերը, մեր հոգիները թանձրացած, կարծրացած, որպեսզի կարենանք լսել քո պատկամներդ, կարենանք տեսնել քո կասկությունդ, ներկայությունդ, եւ նաեւ կարենանք խոստովանին մեր մեղքերը, որում կդված խոստումիդ համաձայն, որ պատրաստ ես մեզ ներելու, մեզ մաքրելու, սրբելու և ծյունեն ավելի ջերմագնելու։ Որուն համարալ այդ խոստումը տուն դվիր և կատարեցիր աշխարհ գրգելով մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որուն արյան հեղումով, անոր բادرակումով մեղքեր ու կավություն և թողություն շնորհեցիր։ Մեզ արժանի էր այդ կավության և թողության, մեզ արժանի էր և ինքի արքայության։ Եվ ինչպես անցյալին բացիր խուլին, համրին, շրտերը, հույրին աչքերը, խուլին ականջները, այսօր կխնդրենք, որ փանաս մեր ականջները, մեր աչքերը, մեր շրտները, մեր սրտերը
որպեսզի կարողանանք ունենալ քեզ ու ներկայությունը եւ ներկայությունդ վայելքը եւ քու բادվիրաններուդ համացան ընթանալ ապրիլ այս երկրավոր ժամանակավոր կյանքը այնպես որ ավարտին շարանկորդները դառնանք երկու արքայությունից Բաբան ամենայնի Քրիստոս աչքով հովալի լույսի դերամեր իդվե երիքիշերի նստիրիդանի գնալի ճանապարհ իննչել եւ յարդել Զիմի երբեք սասանեցայց եւ ողորմյար քո արարածությունն ես տասնամյացս Ամեն